ընենց թեմա են քննարկելու, overthinking-ը ու նաև հիպերկոնտրոլ կամ հիպերվերահսկում։ Դա կրկին տագնապային խնդիրների շարունակությունն է, այդ են մարդիկ են, ովքեր հավանական բոլոր սցենարները պատտեցնում են իրենց գլխում կամ ով որ իր մեջ պատկերացնում է վատագույն սցենարները։ Չկա control freak մարդ, որը overthinker չի։ Այդ привычкան, ոնց որ пробежимся по пунктикам։ Դե ամեն ինչը չի, էլ արդեն այդքան տենց չի։ Տենց է։ Այո, ես հիպեր վերահսկող եմ։ Սրվում է վստահության հետ կապված խնդիրները։ Կոմոդ չեմ կարող ասեմ Կիկոսի մահին հասնող բանա։ Գեր վերահսկող մարդիկ ստուգում են բոլորի արած աշխատանքը։ Կյանքի շատ ասպարեզներ կան, որտեղ այդ ուղակի ահավոր է։ Այ այն sense լավ արտահայտված overthinking-ը։ Ինքը գիտես ինչի մասին է։ Իրական կյանքը թողնելով մարդիկ ապրում են իրենց գլխում։ Կարելի է տեսլական ունենալ, պատկերացում ունենալ ինչ կուզեի լինել, բայց այդ պլանից կախված լինելը ուղիղ համեմատական է կազմաքանդման։ Ողջույն սիրելի այլ կարծիքասեր համայնք, մի գեղեցիկ, մի հիասքանչ համայնքի ներկայացուցիչներ, մենք կրկին ես ու Նելին շողշողում ենք ձեր էկրաններին, այսօր ընենց թեմա ենք քննարկելու, դուք չեք պատկերացնում, ինձ թվում է 2022 թվականի հուլիսի 30-ին մեր առաջին էպիզոդն է գնացել SoundCloud, առհասարակ այլ կարծիքի, այդ օրվանից սպասում եմ այս էպիզոդին։ Որպեսի բոլորին պարզ դառնա Նելի իրական կերպարը, որովհետև մեզնից բոլորը մտածում են Հայկանը չփխիչն է, Նելին պուպսիկը, вот нет, բայց այսօր մի քիչ ավելի ուշ դրա մասին, իսկ Նելի դիմակը պատրել մեզ օգնում է EasyPay-ը, մեր սիրելի գործընկերը, իրանք էլ չգիտեն ինչ են անում, բայց այսօր հենց այդ են անում, եւ եթե դուք դեռ չունեք Easy Wallet էլեկտրոնային դրամապանակը, ապա ասեմ, որ կորցնում եք ձեր հնարավորությունը մոտալուտ ճամփորդելու հիանալի սեզոնին արագ առցանց ճամփորդական ապահովագրություն կնքելու ձեր հնարավորությունը, որովհետև դա այլևս հնարավոր է անել Easy Wallet-ի միջոցով։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ իրենց կայքում կամ ուղղակի ներբեռնելով Easy Wallet-ը, այնտեղ շատ պարզ user friendly interface-ը ձեզ կուղղորդի ինչ անել, ինչպես անել, ուղղակի կամ բացում եք հաշիվ, կամ կցում եք ձեր բանկի քարտը եւ վայելում եք բացի 1000-ից ավել ծառայությունների դիմաց առցանց վճարելու հնարավորությունից նաեւ արագ կնքում եք առողջության ապահովագրություն ճամփորդելու ժամանակ։ Ճիշտ ասած, չգիտեմ ինչի որոշեց ներկայացնի, որ այսօրվա թեման ամբողջովին իմ խնդիրների մասին է։ Որովհետեւ խնդիրների մասին որովհետեւ մենք շարունակում ենք այսօր քննարկել բոլորի խնդրած շատ overthinking-ը ու նաև հիպերվերահսկումը, հիպերկոնտրոլ կամ հիպերվերահսկում, չէ՞, ենթադրում հայերեն այդպես կլինի։ Հայկանը համարում է, որ այս ամենը իմ մասին է, ես այդքան էլ այդ կարծիքին չեմ, հիմա կքննարկենք, բայց ուզում եմ ասեմ, որ սա կրկին հարգելի overthinker-ներ, տագնապային խնդիրների շարունակությունն է, այս ամեն ինչ որ քննարկելու ենք, քննարկում ենք տագնապային մարդկանց մասին, ամեն մեկը իր տագնապի արտահայտման իր սեփական ձևը ունի, ինչ որ մեկը պրոկրաստինացիայի է ենթարկվում, ինչպես արդեն քննարկել ենք, ինչ որ մեկը պերֆեկցիոնիզմի է ենթարկվում, ինչ որ մեկը ենթարկվում է overthinking-ի։ Ուրեմն չգիտեմ ինչի է Հայկանը համարում, որ ես overthinking-ով եմ տառապում, ինքը հիմա իր կարծիքը կհայտնի, բայց եթե փորձենք բացել ու բացատրել ինչի մասին է overthinking-ը, այդ են մարդիկ են, ովքեր պլանավորում են տարբեր սցենարներ իրենց գլխում պատտեցնում են, հավանական բոլոր սցենար, եթե սենց չեղավ սենց կլինի, եթե նենց եղավ նենց կլինի, եթե սենց ասեց ես իրան սենց կպատասխանեմ, ինքը հետո սենց պատասխանեց ես սենց կանեմ, այդ մարդիկ անընդհատ ապրում են ապագայի մեջ ու ապագայի հետ դիալոգի մեջ, հավանական բոլոր սցենարները պատտեցնում են իրենց գլխում, այդ սցենարների մեջ միանշանակ կան նաև կատաստրոֆիկ ինչ-որ սցենարներ, որ եթե սենց բան եղավ, ուրեմն կոպիտ ասած Կիկոսի մահը, հա, ինձ թվում է շատ լավ նկարագրում է, երբ որ ասում են Կիկոսի մահն է իր գլխում սարքում, այդ overthinking անող մարդիկ են։ Եկեք հասկանանք պատճառները, բայց մինչև պատճառները հասկանալ, եկեք հարցնենք Հայկանին ինչի է ինքը մտածում, որովհետև ես քեզ երեք ասեցի, անկեղծ խոստովան եմ, այո, ես հիպեր վերահսկող եմ։ Այդ միանշանակ ես ասենք տեղ ընդհանրապես ոչ մի
առարկում չունեմ, դրանք դեռ կհասնենք, բայց ինչի ես ինձ չեմ։ Ես հասկանում դու ինչի ես դու ինձ ասում, որ ես overthinking անող եմ։ Ինչ ես դու overthink անում, իմ խորին համոզմամբ, որովհետև նախ էլի իմ ոչ մասնագիտական սուբյեկտիվ կարծիքով եւ դիտարկմամբ ժամանակի ընթացքում չկա control freak մարդ, այսինքն հիպերվերահսկողություն ունեցող մարդ, որը overthinker չի։ Այսինքն դու պետք է այդ սցենարներ ուղեղումը բանանես, կառուցես, քո ասած տարբեր հնարավոր իրանց իսխոտներով, նո կոմոդ չեմ կարող ասեմ Կիկոսի մահին հասնող բանա, overthinking-ա, բայց overthinking չի կարող չունենալ։ Համաձայնես, որ կատաստրոֆիզացիայի էլ ես չեմ հասնում։ Նո չեմ ասի, որ հասնում ես կատաստրոֆիզացիայի, բայց այդ overthinking-ը, եթե մենք հանկարծ վարագույրը չգտնենք, վարագույրը որ չգտնենք, մենք չենք կարողանալու այդ օր անենք, եթե այդ օրը չանենք, պետքա տեղափոխենք 2 շաբաթ հետո, եթե 2 շաբաթ տեղափոխում ենք, պետքա հասկանանք այն մյուս շաբաթվա հյուրին ինչ ենք անում, ու սենց գնում է, մենք հələ գտել ենք վարագույրը, ես գտել եմ, ինքը այդ սցենարը կառուցում է, այդ իմ խորին համոզմամբ overthinking-ա, ու այդ պլանավորումը, այդ մտքերից ելնելով, որ դրանից հետո պետքա կառուցվի նոր պլան, հինկար 3 ամիս շուտ նոր պլան պետք է կառուցվի, որտեղ ընդամենը մի ամիս է մնացել, մենք արդեն всё горит, պաժարը, աշխարհը փլուզվում է, այդտեղ կարա նաև կոմոդ մի քիչ կատաստրոֆիզացիա լինի, որ 2 շաբաթ ընդամենը մնացել, մենք ոչ մի բան չենք արել, իմ համար դա կատաստրոֆիզացիա չի բացարձակ, դա իրականություն է եւ դա իրականություն չի, որովհետեւ այս ամեն ինչը կա տեղի ունեցել 3 աշխատանքային օրում, քո աշխարհում լիքը բան է փլուզվել էր մի ամիս առ։ Ինչի համար, եթե կարող լիներ 3 աշխատանքային օրում ընթացքում։ Տիպիկ տարբեր հոգեկառուցվածք ունեցող մարդկանց խոսակցությունն է իրական, դեռ ես չեմ կարող պատասխանել այդ հարցին ինչի համար, ինչպես նաեւ դու ինձ չես կարող պատասխանել իմ հարցին, իսկ ինչի դա չանել նախապես, որովհետեւ նախապես լիքը ուրիշ բան կարաս անես, որտեվ քո կյանքի բերումով դու հստակ իմանալով, որ սա քեզնից ընդհանրապես մաքսիմում 3 օր պետք է քաշի, դու կարաս իրան թողես անես մի շաբաթ շուտ, մի 4 օր զապաս ունենաս։ Ես այստեղ հիմա քո հետ կվիճեմ, որովհետև այս ինչ որ դու ասում ես, իրականում իմ համար բավական տարօրինակ բան ես ասում, որովհետև քո կյանքին էլ չի համապատասխանում, բայց գալով ընդհանրապես գերվերահսկող մարդկանց, այստեղ դա գիտես, մի քիչ այսքան միգուցե բնավորության հարց չի, ինչքան կյանքի ու կենսակերպի հարց է։ Կարող է։ Իմ կենսակերպը իրանից ընդհանրապես չի ենթադրում, որ ես ունեմ իրավունք որևէ բան չպլանավորելու։ Այն էլ այս պահին, երբ որ ես չգիտեմ աշխատում, 2 տեղ սովորում եմ եւ այլն, գիտես, այդ իմ կյանքը հիմա չթվարկեմ, ինքը իրանից միանշանակ ենթադրում եմ, որ ես 2 շաբաթ առաջ պիտի իմանամ ես 2 շաբաթ հետո ինչ եմ անելու, որովհետեւ այդ մի ուրբաթ շաբաթն է, էական չի, դա, բայց ըստեղ արդեն մարդու բնավորությունն է անդրում իր կենսակերպը, թե կենսակերպն է ձևավորում բնավորություն հարցի իհարկե մյուս կողմն է, բայց այո, ես վերահսկումից միանշանակ կախված եմ, եթե դա overthinking ենք անվանում, միգուցե, ես դրա հետ մեկտեղ իրականում նենց չի, որ համարում եմ դա աննկարագրելի լավ գիծ, որովհետև ինքը բերում է նրան, որ ես խնդիր ունեմ գործնական առումով, միայն գործնական առումով, սա պարտադիր ուզում եմ նշել, վստահության հետ։ Ես որտեվ գերվերահսկող մարդիկ ստուգում են բոլորի արած աշխատանքը, ով ինչ արեց, ով ժամանակին արեց, թե ժամանակին չարեց, մտածում են բոլորի տեղը, նույնիսկ որ պայմանավորվել ես, որ ինչ-որ մի բան պիտի ուրբաթ քեզ պատասխանեն, ուրբաթ առավոտը գրում ես արդյոք ինձ այսօր պատասխանելու եք թե ոչ, այո, այդ մարդը ես եմ։ Այդ մարդը ինքն է։ Այո։ Ինչի հետևանքով ես նաև իմ մասին շատ լավ գիտեմ, որ ես ընդհանրապես թիմային խաղացող չեմ, ընդհանրապես։ Իմ համար շատ դժվար է թիմային աշխատանքի մեջ, անտանելի դժվար է, այնտեղ էլի տենց ինչ որ սրվում է վստահության հետ կապված խնդիրները, եթե այդ թիմային աշխատանքը իրանից ենթադրում է ինչ որ սահմաններ, որ դա էս ինչ մարդ է, էս ինչն է անում, այն ինչ մարդ է, ինչն է անում, հա, ինչ որ adekvat դերաբաշխում, հա, թիմի ներսում, դա էլ ավելի անտանելի է ինձ համար, որովհետև ես ոչ մեկի արած ինչ եմ վստահում, պիտի բոլորինը ստուգեմ, ու ընդ որում ստեղ նշանակություն չունի դիմացինը ով է, որովհետև ես այնօրն էի երեք որ այս թեման քննարկում ենք, քեզ ասեցի, որ անկախ նրանից որ դու իմ ընկերուհին ես ու ես քեզ սիրում, դա բացարձակ ոչ մի բան իմ համար չի ասում, որովհետև ես քեզ վստահում եմ ու դու միակ մարդն ես ում հետ ես ինչ որ թիմում եմ, էդ էլ ասեմ, ու բացառում եմ այլ մարդկանց ներգրավվածությունը։ Ամեն ինչը բացարձակ չափազանցություն չի, դրամատիզացիա չի,
Մեր առօրյա իրականությունից ենք խոսում երկուտող։ Ու այդ նրանից է, որովհետև դու ուղղակի գործով ապացուցել ես, որ քեզ կարելի է վստահել։ Իրականում ես համաձայն չեմ, որ դաժե լիարժեք ապացուցել եմ, անկեղծ եմ ասում, այս իմ ֆիլմն է, որովհետև վնաս չես տվել մեզ։ Չէ, վնաս տալու հարցը չի, բայց քո մոտ այդ պրիվիչկան մի հատ на всякий Ոնց որ пробежимся по пунктикам։ Դե արինցունի ամեն ինչը չի, էլ արդեն այդքան տենց չի։ Տենց է։ Նավ, տենց է։ Պրոստը մի քանի անգամ ասել, դեռ մի անգամ ես ասում։ Հա, Ինչ որ փոփոխություն կա։ Ես գիտեմ Նելի ես բնավորություն, բայց առհասարակ հիմա խոսքը Նելի ու իմ մասին չի, բայց շատ հաճախ մարդկանց մոտ երբ identify չեն անում կոպիտ ասած, որ այս մարդը հիպերկոնտրոլ է, դա չգիտեմ, այս մեր հիպերկոնտրոլ ունեցող Պողոսիկն է։ Կարող է 8 անգամ, հա, կարող է 8 անգամ նույն հարցը տա ու դու 8 անգամ նույն տոնայնությամբ տեսես, հա։ Հա, արել եմ։ Չգիտեմ, դա բլոկնոտը վերցրել ես, վերցրել եմ։ Հարցում եմ, դու ասում ես բլոկնոտը չես մոռացել, իմ մոտ արդեն տագնապը թողում է։ Բլոկնոտը նետել իմ կոպին։ Այստեղ ամբողջ հարցն է, որ նո պայմանական այս օրինակով վերեմ, հիմա չենք դրել իմ ու Նելի հարաբերությունը քննարկում, զուտ պրոյեկտի շրջանակում, ինչքան Նելի պրոյեկտն է, հավասարապես ոնց որ այլը ինձ կարծիքը քեզ։ Բայց ու հետեւաբար ես էլ եմ հավասարաչափ սրտացավ Նելիի հետ, ինչքան որ Նելին է։ Բայց ինքը պետքա սա պունկտիկները ստուգի։ Բլոկնոտը պետք է տնից վերցնենք, մի հատ առօրյա գնի բլոկնոտը չմոռանաս, այն որ օք։ Այն պահին, որ արդեն մոտավոր պլյուս մինուս ես տնից դուրս եմ գալիս, բլոկնոտը վերցրել ես։ Վերցրել եմ։ Վեշի սաբրալի։ Ու այդ այլ հավասար պայմաններում, եթե ես Նելին չճանաչեի, եթե ես Նելի վարվեցողությամբ այլ մարդու հանդիպեի, ով այդքան հիպերկոնտրոլ աներ, ես շատ ուժեղ կոնֆլիկտ էի ունենալու, որովհետև դիմացինը հանգիստ կարա իրան այդ պարագայում զգա, անպատասխանատու, որ լավ ինչ է ինձ այսքան ասում։ Դրա համար ես ասում ես թիմային աշխատող չեմ։ Ես դրա համար առհասարակ ցանկացած թիմից հեռու եմ։ Դե կյանքն է, դու հիմա հասել ես նրան, որ դու թիմային աշխատող չես, դու նախքան հոգեբան թերապևտ ու հոգեբուժ շուտով նաև դառնալը թիմային խաղացող էր։ Այնտեղ շատ վերահսկում էին ու շատ իմ հաշվին։ Քո հաշվին, քո նյարդերի հաշվին։ Հիմա ամեն մի hyper-control ունեցող մարդ չի կարողանում հասնել այն կետին։ Հա, դա իրոք խնդիր է, իրոք ամեն աշխատանք չի, կյանքի ամեն ոլորտ չի, որ ենթադրում է թիմային աշխատող լինելը։ Ես շատ եմ ունեցել իմ կյանքում կոնֆլիկտներ նման մարդկանց հետ ու վատ կոնֆլիկտներ են, որ համարյա անձնական վիրավորանքների հասնող են, որ վատ ես, как бы ում հետ գործ ունես, քեզ նույն բանը 100 անգամ ասում դեբիլի տպավորություն եմ թողել քոմ։ Մինչև արդեն դու խորանում ես, ինչ որ բաներ ես կարդում, հասկանում, վերլուծում, հոգեցիպ եւ այլն, բայց դիմացինի համար այդ շատ կատաստրոֆիկ բան է, երբ իրան անընդհատ նույն բանը ասում են։ Եթե դու մտերիմ չես մարդու հետ, դու գիտես, որ դե սենց հա 10 անգամ պետք է հարցնի, 10-ն ասում, հա։ Դե լավ ես էլ դու ես ծանոթ ասում 10 անգամ հաստատ չեմ ասում։ Դե քո մասին չի խոսքը, դրա համար եմ ասում, բայց ու միգուցե նաև նրա համար չեմ ասում 10 անգամ, որովհետև քեզ եմ ասում, կարող ուրիշ մարդկանց ավելի շատ էլ ասեմ, ես չեմ բացառում դա։ Ու հա, չէ, այստեղ ուրիշ խնդիր էլ կա, ես պատասխանատվությունը ինչ որ մեկին փոխանցելու հետ էլ խնդիր ունեմ։ Այսեն արդեն ինձ անցնելով ամեն մեկը իր ինչ որ սիրած խաղալիքը ունի ուղեղի այդ պարագայում, իմը կոնկրետ գործի մեջ է, հենց աշխատանքային պարագայում, բայց օրինակ շատ կանայք կան, ովքեր ասում են անհնար է ես դայակ բերեմ, որովհետև ես ոչ մեկին չեմ վստահում, անհնար է ես տան հարցերում ինձ ինչ որ օգնական բերեմ, որովհետև ես ոչ մեկին չեմ վստահում, ես իրանից հետո գնում նորից անում եմ։ Իրան հավասար էլի անում կամ գնում եմ գլխին կանգնում, տեսնում եմ ոնց է անում, որովհետև ինքը չի կարող անի այնպես ինչպես ես եմ անում, ուստեղ ինձ էլ լրիվ մեկ, ուզում ասեմ նենց չի որ այդ հարցերում, ստեղ ամեն մարդ իր կարևորությունը ունի։ Ես օրինակ այդ հարցերը հանգիստ կարող եմ ինչ որ մեկին դելեգեյթ անեմ, հա, բայց գործնականը չէ, միանշանակ չէ։ Ես իրականում ոչ թե կարծում որ ես ամեն ինչ անում եմ իդեալական ինչ որ անում եմ, որովհետև մենք խոսել ենք, որ ես պերֆեկցիոնիզմի հետ ընդհանրապես ոչ մի հարաբերություն չունեմ։ Ես ուղղակի վստահում եմ իմ արածին։ Ինչ լավ եմ անում, վատ եմ անում, ինքս ինձնից պահանջեմ, ուրիշից չպահանջեմ եւ այլն։ Ու հա, սա միանշանակ էլի եմ կրկնում խնդիրը, որովհետեւ ինչքան էլ մենք հումորով քննարկենք, կյանքի շատ էտապներ, ասպարեզներ, տեսակներ կան, որտեղ այդ ուղակի ահավոր է չկարողանալ վստահել պատասխանատվությունը ինչ որ մեկին։ Ու ես շատ եմ նկատել, որ նելի պերֆեկցիոնիստ չի, բայց hyper control ունեցող մարդիկ ունեն հստակ X իմ գործողությունների իրականացման իրանց պատկերացում բանաձևը, եթե դրանից տարբեր է, նշանակում արդեն ապրիորի նշանակում է որ վատ։ Հա։
Եթե չգիտեմ, պետք է այս բլոկնոտը վերցնենք ու այս ուղեծրով տեղափոխենք դնենք այստեղ, եթե սա սենց է արվում, այնտեղ մի բան սխալ է գնում, արդեն ինչ որ շատ ակնհայտ հիմա օրինակի վրա եմ ներկայացնում, բայց այնպես չի, որ մեր հարաբերությունների մեջ տենց չորնելին դեմոնիզացրեցինք, որ ես եմ ասում հա անընդհատ նույն հարցին, միևնույն ժամանակ ինքն է հասկանում, որ օքեյ, սենց, թե սենց բտոգ այդ բլոկնոտը հասնում աստեղ, բայց դա էլ է իր վրա շատ ծանր գին նստում, որ այդ ամբողջ ընթացքում ինչեւ այսենց ես այդ ամեն ինչը անում եմ, ինքը համոզվի, ձայն չհանի, ինչ որ չվատանա, կատաստրոֆիզացիայի մեջ չընկնի, ինչեւ այդ բլոկնոտը հասնի այն կետը, որտեվ իմ աշխարհում էլ դա տենց է ու իրականում ինձնից շատ ժամանակ կա պահանջվել ու շատ ջանք է պահանջվել ինչ որ չափով սկսել վերահսկել մենք անցած անգամ երբ որ խոսում ենք գերազանցիկի սինդրոմից ու պերֆեկցիոնիզմից այն գերազանցիկի սինդրոմը ինձ աննկա ես եմ այն մարդը որ գնահատականի համար լացում էր ես տենց եմ եղել ու այնտեղ շատ մեծ աշխատանք եմ տարել դա հաղթահարելու համար որտեվ դա ինձ խանգարում էր այ իմ գեր վերահսկումը քանի որ ես իրոք առանձնապես թիմ ոչ մի չունեմ հա թիմային ոչ մի ես իմ գլխի տերը կոպիտ ասած ես իրան շատ սիրում եմ որովհետև ինքը այս պահին ամեն դեպքում շատ լավ ինձ ծառայում է ու առանց դրա չեմ պատկերացնում ոնց կարող էր իմ կյանքի այս տեմպը ինչ որ ձևով ապահովվեր եթե այդ գեր վերահսկումը ու գեր պլանավորումը չլիներ որովհետև այո արդեն գալով overthinking-ին եթե դա համարենք overthinking-ի ինչ որ մի մաս հայ ես մի ամիս առաջ մտածում եմ ամեն ինչը ուղղակի գիտես որ նա իմ տարբերությունը ու սենց լավ արտահայտված overthink անող մարդկանց ես ABCD տարբերակներ չեմ քննարկում ինքս իմ հետ այդ մեկ երկրորդ հերթին չեմ կազմակերպվում եթե տենց չեղավ ես հանգիստ այդ պահին կարող եմ սկսեմ ու չեղավ ուրիշ ձև պլանավորեմ ոչ թե թողնեմ դե լավ դե ոնց կլինի բայց հենց այդ պահին սկսեմ ինչ որ ուրիշ ձևով պլանավորեմ այ այն սենց լավ արտահայտված overthinking-ը որի ձեռքը շատերը տանջվում են հա ինքը գիտես ինչի մասին է ավելի շատ նրա մասին որ այդ մարդիկ ապրում են իրենց գլխում ու իրանց պլանավորման մեջ իրական կյանքը թողնելով իրանք ապրում են իրանց գլխում արդեն չեմ իրանց ուզած աշխատանքին ընդունվել են երկու երեխա ունեցել են այդ երեխաները մանկապարտեզի խնդիր ունեն իրանք մտածում են ոնց լուծեն այդ մանկապարտեզի խնդիրը այդ երեխաները արդեն պուբերտատին են հասել իրանք մտածում են այդ պուբերտատի խնդիրները ոնց են հաղթահարելու երեխա հələ չունեն բայց այդ overthinker-ը ինքն է ով որ կյանքի արդեն ընենց սցենարների մեջ է որոնք այնքան հեռու են կամ ով որ իր մեջ պատկերացնում է վատագույն սցենարները, որ իմ հարազատին մի բան լինի, ես ինչ եմ անելու, որ երկրում պատերազմ սկսեց, ես ինչ եմ անելու, իսկ եթե ատոմային պատերազմ սկսեց, ես ինչ եմ անելու, ես չեմ չափազանցնում, իրոք կատաստրոֆիզացիային ենթակա մարդիկ ատոմային պատերազմից սկսած շատ հաճախ իրենց մեջ վերլուծում են, եթե ես հիվանդացա, ինչ եմ անելու Այդ քո սիրելի մարդիկ են, ովքեր միշտ ունեն անվտանգության բարձիկ, միշտ մտածում ու պլանավորում են անվտանգության բարձիկի մասին։ Այդ մարդիկ են, ովքեր սիրում են մտածեն, որ ինքը հիմա որ սենց նայեց, ինչի համար սենց նայեց, բա որ սենց ասի, բա որ նենց ասի, իսկ եթե մենք բաժանվենք, իսկ եթե մենք չբաժանվենք, սցենարներ, դա մարդիկ են, ովքեր հարաբերություններում, երբ կա ինչ-որ վիճաբանություն ու հիմնականում տենց չէ տոքսիկ էմոցիոնալ ճոճանակներին առնչվող բան գիշերը քնելուց այ ես որ իրան տեսնեմ ինքս կասի ես ինձ կասեմ ինքս կասի ես ինձ կասեմ ինքս կասի ես ինձ կասեմ բա որ սենց ու երկրորդ տարբերակը այդ բարակայում ես ինձ կասեմ ինքս կասի ես ինձ ու այտենց անվերջ սցենարներ կան ինքը կգա ծաղիկներով երշորդ գնամ ասում ինչ մեղքոս տոքսնեմ Ես ունեցել եմ այդ, բայց իմ մոտ արծարծվել է այդ սցենարները բացառապես անձնական հարաբերությունների վրա, որ տենց սցենարներով գծած ունեմ տոքսիկ հարաբերություններ, երբեք չի եղել գոլեգայի հետ հարաբերությունների մասին, որովհետև այնտեղ մի քիչ ավելի հեշտ է եղել ինձ ասելը ղեկավարի հետ հարաբերություններում, ընկերների հետ հարաբերություններում, այն տոքսիկ ընկերներին, որ նախորդ շաբաթ խոսում էինք, երկու շաբաթ առաջ իրանց հետ էլ եղել։ Մի խոսքով տոքսիկ միջավայրներում այդ սցենարները կառուցելը ես էլ եմ ունեցել։ Այդ overthink անելը հնարավոր իսխոդների։ Իսկ ի՞նչ է իրանում։ Շատ լավ հարց ես տալիս, գիտես։ Ես կարող եմ ասեմ, ինչի դադարեցի չանել։ Դադարեցի ան։ Դադարեցի անել, հա, ճիշտ ես ասում։ Որովհետև թեթև հասցնում է պարանոյայի,
ու սա հենց այնպես չեմ ասում, ինքը իրոք հասցնում է պարանոյայի, շուտ սկսում ես անգամ երազներ տեսնել, խախանդ չես, հաշտ չես ոչ մի բանի հետ, տագնապա անընդհատ ու դա ինձ շատ խանգարում էր ապրել։ Ու տևական ժամանակ ինչ որ մեկի հետ էր կոնկրետ այդ իմ ուղեղի դիալոգը, անընդհատ վերադասավորվող սցենարները, ու շուտ sense հասկանում ես, ոնց որ բան դարձած լիներ։ Մրցավազք դարձած լիներ, այսօր ավելի ցույց սցենար եմ մտածել, այսօր տենց Օսկարի արժանի սցենար եմ մտածել։ Ու հետո մի պահ հասկանում ես, որ քո իրականությունից կտրվում ես ու տեղափոխվում ես ինչ-որ իլյուզիա ապրելու, որտեղ այնտեղ դու կրել ես, այնտեղ թույն դեմք ես, որտեղ քո կառուցած սցենարն է, այնտեղ քեզ եկել ասել են բոլորին իրաց տեղը ցույց են խնդրել, բոլորը նեղություն են խնդրել։ Նախկին եկել ասելա դու էիր ամենալավը, այդ ամենասիրած սցենարն է։ Այո, ու դու հասկանում ես, որ ինչ որ պահի չունես այլ իրականություն, շատ կտրված ես ու պետքա հետ գալ ու հողակցվել։ Այդ ժամանակ եմ հենց որոշել, որ պետքա շատ խորքային թերապիա սկսվի իմ կյանքում, ինչև է, էլի քո կյանքից ենք այսօր խոսում, ոչ թե իմ զուտ փոքրիկ լիրիկական ձևում, որ overthinking-ը ես էլ եմ ունեցել, բայց ես չունեմ։ Բացի դրանից, որ դու overthinker չես, ես իրոք իմ մասին եմ այդ կարծիքի, բայց ինչև է, ես ընդունում եմ, որ ես կարող եմ մի քիչ այդքան փաստացի չեմ տեսնում ինձ Դու շատ ճիշտ ասացիր, ես ինչի համար հարցրեցի, իսկ ինչի համար է իրանում, որովհետև overthink անող մարդկանց ամենամեծ խնդիրը նա, որ իրանք ապրում են հորինած աշխարհում։ Երբեք չեն ապրում ներկայում, շատ հազվադեպ միգուցե անցյալում, որ ես պետք է սենց ասեի, այ որ սենց ասեին, ինձ կլիներ, հա, իսկ ինչի ես սենց չասեցի, որ կռվե վերջացրել են, հետ են եկել տուն ու սկսում է, ես եթե սենց ասեի, ինքը սենց կասեր, հա, բայց այդ ավելի քիչ հավանական է այդպես, քան այդ մարդիկ հիմնականում ապրում են ապագայում, հորինած ապագայում, որը դեռ չի եկել, դեռ շատ մեծ հարցականներ կան, ոնց է գալու, այդպես է գալու։ Overthinker-ներ ունեմ իմ շրջապատում, հստակ overthinker են, բայց այդ դրանով չեն տարապում։ Ապագայում ապրելով, իլյուզիայում ապրելով ես կասեի։ Ինքը միևնույն է իլյուզիա է, հայկան, ստեղ նայած, որ հարցի որ կողմից ենք նայում, բայց քանի դա չի եկել, հասկանում ես ինչի համար է այդ մարդը overthink անում, որ իրան պատրաստի այդ սցենարներին, որ իր կյանքում չլինի դա կոպինգ է։ Պաշտպանական մեխանիզմ, հա, երբ որ ինչ-որ մի բան է տեղի ունենում մեր հետ, որից մենք ուզում ենք խուսափենք, մենք մտնում ենք մեր պաշտպանական մեխանիզմների մեջ։ Overthinking-ը շատ լավ արտահայտված պաշտպանական մեխանիզմ է տագնապային մարդու։ Ինքը դա անում է, որ խուսափի տագնապից, որը որ իր հետ բերելու է նորությունը, կտրուկ փոփոխությունը, անսպասելին։ Ու ինքը այդ անսպասելին բախվելու խուսափման մեջ մտնելով իր համար դարձնում անենց, որ չէ, սա անսպասելի չէր։ Ես հիմա ABCD տարբերակներով կմտածեմ, որ երբ որ ինքը լինի, դե ոնց է չլինի, դրանցից ինչ որ մեկն է լինելու, հա։ Ես արդեն պատրաստ եմ լինելու, բայց իրենցից այնքան շատ ռեսուրս, ժամանակ է տանում այդ պլանավորումը, որ իրենք իրենց կյանքը ավելի շատ անցկացնում են պլանավորման մեջ, քան իրենց այսօրվա օրով ապրելու մեջ։ Բացի դրանից դա շատ մեծ խաբկանք է իրանից ներկայացնում, որովհետև անհնար է կանխատեսել ամեն ինչ։ Ու այդ են մարդիկ են, ովքեր կազմաքանդվում են անկանխատեսելիությունից, կազմաքանդվում են կտրուկ փոփոխություններից, վերջի դու կարող ես կանխատեսել ինքներդ ձեզ, բայց աշխարհը ու մեր կյանքը վերջին տարիներին դա շատ ակնհայտ ցույց է տալիս, ու դիմացինի պահվածքը անհնար է կանխատեսել։ Դու ինչքան էլ ես նստեմ մտածեմ, դե ես հայկանին sense կասեմ, հայկանը sense կպատասխանի, հետո մենք կբարիշենք կամ հետո մենք կկռվենք, դու կարող ես լրիվ ուրիշ պահվածք այդ պահին սկսես ցուցաբերես։ Ու դա ինձ նախ աննկարագրելի կազմաքանդելու է, որ ես չկարողացա ե տարբերակը նույնպես փաստորեն մտածեմ։ Բացի դրանից դա իմ տագնապը ավելացնելու այն տեսանկյունից, որ հաջորդ անգամ մտածելուց ես ե տարբերակը նույնպես պիտի մտածեմ, ու իմ մոտ անջատվում է այդ պահին գործելու ունակությունը։ Իսկ իլյուզիայի տեսանկյունից իրավիճակային դրսևորում, այո։ Իսկ իլյուզիայի տեսանկյունից ինչ որ ես ասում, երբ որ դու անverջ զբաղված ես ապագան կանխատեսելով կամ հավանական սցենարները կանխատեսելով, վերջի հետո դու վաղվա օրն ես նույնիսկ այդպես, դա միևնույն է էլի ապագայի մասին է խոսքը։ Դու մոռանում ես քո այսօրվա ներկան։ Ու շատ overthinker-ներ իրանց աշխարհում այնքան իդեալական կյանքով են ապրում։ Այդ իմ ասած են երեխա էլ ունեն, քնություններն էլ են հանձնել, աշխարհի բոլոր մյուս տարի, այ այնտեղ եմ աշխարհի բոլոր գրքերը կկարդամ, բոլոր ճամփորդությունները կանեմ։ Շատ մտերիմ ընկերուհի, ով մեր բոլոր էպիզոդները նայում է ու վստահ եմ հիմա կհասկանա, որ իր մասին է
10 տարվա պատմություն ունենք ես ու ինքը միասին ընկերություն անելով, ոնց որ մի օր ասեց մարդկանց ամուսնությունը իսկ այդքան չի թե ինչքան մենք ընկերում, այդ ընկերությունը մենք իրար հետ մեծացել ենք, շատ օրգանիկ, ամեն մեկս մեր, բայց մարդու overthinking-ը ունի overthinking արդեն, վերջերս մի հրաշալի բալիկի մամա դարձավ ինքը ու երբ հղի ժամանակ մանկապարտեզով դպրոցով մասնագիտությամբ ապագա, причем այդ խոսած ABCD-ի տարբերակներով ամբողջը կանխորոշված բնականաբար բալիկը ծնվեց ու ուրախություն մեզ բոլորին շատ ներկա ծնողա, չի ապրում այդ ապագայում ինչ կլինի ու տենց ամեն օրվա ուրախությամբ ապրում երեխայի ու իր մեծանալու, բայց հա, այդ overthinking-ի ամենահստակ վարդրսևորումներ իմ շրջապատի, որ տակավին էմբրիոն վիճակում գտնվող բալիկի ամբողջ կյանքը կարելի է փաստորեն պլանավորել ու բայց եթե իմ ընկերուհու պարագայում ինքը տենց հասկացա որ սա ողջ մարդ է նոր մարդ է ու տենց ամեն ինչ չի որ հնարավոր է կանխորոշել կառավարել ու կանխատեսել իսկ դա գիտակից մարդու մենաշնոր է այսպես ասեմ շատ մարդիկ կան որ չեն վերադառնում այդ իրականությունը որ պրոյեկտի նման դե ծնվել է ոնց մտածել էինք ինքը այս կարդիոխիրուրգը պետք է դառնա ոչ մի քայլ են կողմ եթե կարդիոխիրուրգ չի ապա պլաստիկ խիրուրգ լավ որովհետև իրանք իրենց մտքում այդ 1500 կետը ունեն որովհետևի հա ու այդ 1500 կետ մտածելը նախ շատ շեղում է իրականությունից, որովհետև իրականությունը հաստատ իր փոփոխությունները մտցնելու է, հա, բոլորի կյանքի մեջ ոչ մեկ դրանից չի խուսափի։ Բացի դրանից դա ստեղծում է շատ մի հատ իլյուզոր իդեալական կյանք, որտեղ ամեն ինչ կախված է քեզնից։ Այո։ Ու այս ամենամեծ խնդիրն է, որի հետ նման մարդիկ բախվում են, ուզեն չուզեն բախվում են, չհավատանել, որ կարող են բախվեն, որովհետև իրանց կոպինգը ինչի մեջ է կայանում, որ մտածեմ չեմ բախվի։ Ես այնքան մտածեմ, այնքան տեղավորեմ ամեն ինչ, այնքան հավանական սցենարները մտածեմ, որ չեմ բախվի, բայց միևնույնն է բախվում են։ Բախվում են այն նրա հետ, որ իրենցից չի լինելու կախված միայն այդ ամեն ինչը։ Բախվում են նրա հետ, որ այդ ոնց որ դու ինձ նկարագրեցիր, որ եթե պետք է սենց լինի, եթե ուրիշ ձև է լինում, արդեն լավ չի։ Այ այդ խնդիրը ես ունեմ միան նշանակ որ բախվում են նրա հետ որ հա եղավ բայց ուրիշ ձև եղավ հիմա այդ վատա որ եղավ արժե զրկենք ամեն դեպքում եղավ եթե քո ուզածով քո պլանավորածով չեղավ այո իհարկե արժե զրկում որ ասում ես օքեյ ռեզուլտատներ կարևոր ոնց եղավ ու լավ եղավ հա այն արդյունքը process-ը եթե հանենք արդյունքն իմ ակնկալեցնում բայց լիքը մարդ սկսում է արժե զրկել ու մասնավորապես ես այնքան հիանալի օրինակ բերեցի որ դա շատ տարածված է overthinker ղեկավարների մոտ ու հիպերկոնտրոլ ունեցող ղեկավարների մոտ իսկ նմանները կան ես առնչվել եմ իրանց հետ որ իրանք միկրոմենեջմենթ են անում process-ի ամեն քայլով այդ դրա համար ես թիմի մեջ չեմ ես գիտեմ որ ես այդ եմ անելու այդ կատաստրոֆա է ընդունում եմ մտնում ենք այն ամենամերքին թղթերի ամեն տարի ամեն նշումի մեջ ինձ մի օր մեկը տենց ոչ փուչ ղեկավարներից ասեց մի հատ կբերես նոթերդ տեսնեմ ճիշտ էր գրել ամեն ինչ Այն որ կողը սիրածիս անուն եմ գրել ընթացքում սրտիկի մեջ դու ոնց կարաս մտնես իմ նոթերի մեջ, իմ նոթատետրի մեջ։ Բայց այդ ինքը եթե չհամոզվեր որ այդ նոթերը այն bullet point-երով են ստրիլկաներով են ոնց որ ինքը իր գլխի մեջ պատկերացնում է, ուրեմն չի կարա հաջողություն ունենա, եթե այդպես չի։ Այդ պրոյեկտը, այդ առաջադրանքը ինչ որ այա։ Այդ շատ վատ բան, այդ բաներն են հիմնականում էլի, այդ միկրոմենեջեր բոսերն են։ Ահա որ փոխեք միկրոմենեջեր բոսերից։ Բայց գալով պատճառներին, ասում ես փախեք, ու էլի կարող եմ իմ մասին խոսել, ամեն դեպքում որ ասում եմ տարապանքս փորձ ունի։ Դու կոմոդ այդ վիճակով չինել։ Չէ, իմ այդ վիճակով չի հաստատ։ Ինչ որ մեկի զուտ անձնական սահման ինչ քանել ուզես, այտենց այդ քո հիպերկոնտրոլը քեզ տիպի ու իմանաս որ այս նոթատետրի մեջ մտնելուց է քո հաջողությունը։ Քո ամեն դեպքում էթիկան դաստիարակությունը թույլ չի տա մտնել իմ նոթատետրի մեջ։ Երբեք չես թողի որ այդ պաթոլոգիան քո քաղաքակրթությունն ու քաղաքավարությանը բանանի ոտնատականի բայց երբ որ դու մեղադրում ես ամեն դեպքում գեր վերահսկողներին արի ընդունենք որ եթե խոսքը գնում է աշխատանքի մասին ես իրոք քիչ մարդկանց գիտեմ ովքեր ի սրտե շատ բարեխղճորեն են մոտենում իրենց աշխատանքին այո այ ինչն է ինձ իրոք նյարդայնացնում
Այս ամեն չի իհարկե կարող ենք հումորին տանք, հասկանանք, որ դու կարող ես վերջի պահին ես հիմա ուզում քո վարակույրը առնես, էլի վերջի պահին գլխավորը որ առնես, բայց անպատասխանատվությունը ամենավատ բանն է իմ համար մարդու մեջ։ Ես քո հետ կարամ երկար վիճում ինչա նշանակում անպատասխանատվություն։ Երբ որ ինչ-որ բան ասել ես ու չես արել։ Ապրես։ Ոնց ես արելը ու process-ը, ոնց ես արել, երբ ես արել։ Չէ, ես դրա հետ չեմ, չէ։ Երբ որ ինչ-որ բան ասել ես, ինչ-որ բանի համար պատասխանատվություն ես վերցրել, որ կլինի, ու չի լինում։ Ու չի լինում։ Միանշանակ համաձայն աշխատած պետք է ազատվել։ Այսքանը։ Ու դրա համար էլ մարդկանց այդ դրա համար էլ ես ուղղակի ազատվելու այդ անկախ նրանից ինչքան մարդ է քեզ հակազդելու ես վստահ հակաճառելու են հակասելու են ասելու են որ չկա մարդ որ տենց բոլորից հրաժարվես չկա մարդ ով որ անում անենց ոնց դու ես ուզում այս ասելու են բոլոր ղեկավարները դու ես ղեկավար դու ես չի ասելու ոչ մեկ չի անում նենց ոնց ես եմ ուզում ավելի հեշտ է ես անեմ քան ժամերով բացատրեմ, ինչ եմ ես ուզում որ լինի։ Նայ։ Հիմա սա ասեմ, որպես թիմի ղեկավար, հա, ոչ մեկ չի անելու նենց ոնց որ դες ուզում։ Դրա համար դու ղեկավար ես, իրենք չէ։ Սկսենք այդտեղից, հա, դու հասել ես այն կետին, որ դու այդ պրոյեկտ անում ես որպես ղեկավար, ոչ թե որպես թիմի մասնիկ, առանց որևէ կերպ բարձր կամ ցածր դասելու ղեկավարին տենց ինչ որ աստվածացնելու, հա, բայց հստակ գործի էությունն ու քայլերի հաջորդականությունը իմանալու արդյունքում ու ավել փորձի արդյունքում դու ղեկավար ես, մարդով նոր է սկսում այդ ամեն ինչ քո գծած պրոյեկտի շուրջ աշխատում է ինչ որ բա ինքն էլ կդառնա ղեկավար կամ չի դառնա։ Ոստեղ էական չի քեզ ինչքանով է հեշտ ու ինչքանով է դժվար դելեգացիան, հա, հայերեն բառը չգիտես ինչի մոռացա, բայց ամեն մեկին ինչ որ վստահել այն դերերն ու պատասխանատվությունները, ինչի համար դու իրենց վճարում ես, որովհետև հակառակ բaragam ինչ ես ընդունել աշխատանքի։ Մենակդ կաներ փողել չէր տա ավելորդ։ Չէ, դե տեսար անպատասխանատու է հանեցիր։ Մյուսը եկավ անպատասխանատու է հանեցիր։ Հա, այնքան մինչև պատասխանատու լինի։ Ու ինչ ես որպես ղեկավար ու գտնում եմ, որ այդ շատ ճիշտ է, բոլորս ենք սխալական։ Հա, բոլորս ունենք X-երի իրավունք, իմ մոտ կա երրորդ X-ի օրենքը, երրորդ X-ից հետո ես չեմ աշխատում այդ մարդու հետ։ Ու причем առաջ երկու X-ը ոչ միայն այդպես չեմ գորգորում, վայ, ես ինչ արեցի, փչացրեցի, շատ երկար պատրաստեմ նստեմ, տետատետ ֆիդբեք տամ, որ սենց, ես ընթացքում չի խառնում, որպեսզի դու ինքնին գլուխ գորես, պես կարծում եմ, այս կետերը ինչ որ մի ձև կարաս փոխ երկար ֆիդբեք կտամ։ Եթե երրորդ անգամ նշանակում այդ մարդը A թքած ունի ֆիդբեքի վրա, B թքած ունի գործի վրա, G առհասարակ թքած ունի իր կարիերայի վրա, D ամբիցիաների հետ խնդիր ունի, իսկ ես ոչ ամբիցիոզ մարդկանց հետ չեմ կարողանում աշխատեմ, որովհետև իմ թիմում հապտիլն են ամբիցիոզ մարդիկ, որ ես տեսնեմ, որ սենց ուզում են հասնեն այն կետին, որ գործից դուրս գան ու գնան ուրիշտեղ իրանց գործն անեն։ Իմ համար այդ երջանկություն հանդիսացող թիմի կերպարն է, հա, իդեալական։ Գիտեմ լիքը մարդիկ ովքեր չեն սիրում ամբիցիոզ մարդկանց ճնշում են որպեսզի իրանք ավելի տենց աստղ երևան ինչևէ դա լամոտություն բայց եթե մարդուն տալիս ես հնարավորություն ինքը այդ հնարավորությունից չի օգտվում հապտի ազատվես այնքան մինչև գտնես քո մարդուն ես էլ եմ համաձայն այդ առումով ես իրոք համարում որ անպատասխանատվությունը վատագույն գծերից է որ մարդու մեջ կարող է լինի Բայց վերադառնալով պատճառներին, որ այդ իմ գերվերահսկումը նախ ինչ որ բացատրություն ունի իր մեջ փորձի վրա է հիմնված։ Մյուսը արդեն գալով overthinker-ներին, սա միանշանակ բազային ապահովության ու բազային անվստահության հարց է աշխարհի նկատմամբ։ Երբ որ դու ինչ որ բարբերաբար միգուցե ապրել են ընտանիքում, որտեղ անընդհատ ամեն ինչը փոխվում էր ու նկատեք ես արդյոք ձեր մասին է թե չէ, անկանխատեսելի պայմաններում մեծանալը ավելի վատ է, քան մեծանալ, սա միշտ ասել եմ, abuse-ի կամ ինչ որ վատ պայմանների մեջ, որովհետև մի բան է, երբ դու հստակ գիտես, որ ամեն օր վատ է ու ամեն օր քեզ ինչ որ մի բանի համար պատժելու են, մի բան է, երբ դու երբեք չգիտես ինչ սպասես, մի օր քո հետ լավ են, մի օր քո հետ վատ են, մի օր ես ինչ բանի համար քեզ պատժում են, մի
օր դու աշխարհի ամենասիրուն աղջիկն ես, մի օր դու աշխարհի ամենավատ աղջիկն ես, այս անկանխատեսելիությունը միանշանակ ձևավորելու է մարդու մեջ միտք, որ պետքա վերահսկել, պետքա փորձել վերջը մեխանիզմը կանխատեսելի դարձնելու հասկանալ, վերջը երբենի վրա խոսալու, երբենի վրա ջղայնանալու, երբ չեն ջղայնանալու, երբ որ չգիտեմ, կյանքի հաջորդ վաղվա օրվա վրա չի կարելի հույս դնել, ես ասենք չեմ վաղը մեր ընտանիքում օրինակ գումար լինելու է, թե չէ որ իմ երեխաները գնան դպրոց կամ ես իմ ուսումը շարունակեմ, հա, այս ամիս օքեյ վարձը տվեցինք, մյուս ամիս արդյոք դրա հնարավորությունը լինելու է, թե չէ, սա միանշանակ նույնպես նպաստելու է նրան, որ զարգանա գերվերահսկումը, վերջի վերջո ինչ որ պատկերացում պիտի լինի, ես ինչ որ մի բան պիտի անեմ, որ դառնա կանխատեսելի, sense անընդհատ փոփոխվող իրավիճակում իրոք բավականին բարդ է։ Բայց ամեն դեպքում ես ուզում բոլորիս հիշեցնեմ, որ մեծանալուց հետո ձեր կյանքի ղեկավարումը գտնվում է ձեր ձեռքերում։ Ու այո, փոքր տարիքում, քանի որ մեզնից ոչ մի բան կախված չի, վերահսկելը շատ դժվար է, մեծ տարիքում դա այդքան էլ այդպես չի։ Սիրելի overthinker-ներ, ես ձեզ շատ խորհուրդ եմ տալիս դուրս գալ ձեր ֆանտազիաներից ու ձեր գլխից, բայց այս շատ ահավոր բան է, իրականում մենք էսենց ասում ենք, բայց ես գիտեմ մարդկանց, ես աշխատում եմ այդ մարդկանց հետ, ովքեր ժամեր են անցկացնում overthinking-ի մեջ։ Ինքը նստում է, ինքը ինչ որ մի հատ մտքից պլանավորած overthinking-ը դա պլանավորած էլ ինքը պատահական էլ կարող է brain fog կոչվածը, ինքը միանշանակ կարող է այդ overthinking-ից էլ սկսվի, երբ որ դու ինչ որ մի հատ միտք բռնեցիր ու իր հետևից հա գնացիր ու արդեն մեկ էլ նայում ես ժամին, տեսնում ես որ դու մի ժամ է, ուղղակի նստած ինչ որ բաներ ես մտածում, ինքդ քեզ հարցնում ես, ինքդ քեզ պատասխանում ես, նոր պատասխան ես գտնում, նոր սցենար ես գծում, սա անչափ ռեսուրս է տանում, ժամանակ է տանում ռեֆլեքսիայի հետ։ Չէ, ռեֆլեքսիայի հետ բացարձակ կապ չունի, ռեֆլեքսիան կարճ հարց ու պատասխան է, ընդ որում երբ որ տեսնում ես որ պատասխան չունես, թողնում ես քեզ հանգիստ, հա, ինչա կանդրադառնաս էլի նույն հարցին, հանգիստ չի ոնց պատասխան։ Լարի մտածենք հասկանանք որ նա այս հարցի պատասխանը, ոնց սցենար չգիտենք, արի մտածենք որ նա այս հարցի լուծումը, ու սա շատ ռեսուրս է ձեզ այնց տանելու, շատերը սա համարում են իրենց շատ դրական գիծ։ Այո։ Ես էսել եմ, այս իլյուզիային եմ ուզում բոլորս փորձենք բախվել, որ իր մեջ ոչ մի դրական բան չկա։ Այստեղ եթե նստած լիներ մարդը, որ իրոք այդ կլասիկ overthinking-ի մեջ է, ինքը ասելու էր, որ իմ մոտ չի կարող լինի ինչ որ բան, ինչա սпасելի էր։ Ես ամեն ինչ մտածել եմ, հենց ինքը լինում է, ես մի անգամից ունեմ գործողությունների սցենար։ Իմ կյանքի լավ որակի գրավականը իմ overthinking-ն է, որովհետև ես բոլոր սցենարներին տիրապետում եի ու կարողացել եմ ժամանակային, ոչ ժամանակավերև արձագանք տալ, գործել։ Սա բոլոր overthinker-ների բանն է։ Ահա, կրեդոն։ Հարգելի սիրելիներ, ես ձեզ ուզում եմ այստեղ ասել, որ դուք նախ պատկերացում չունեք ինչպիսին կյանքը առանց այդ տագնապի, որովհետև կյանքի գեղեցկությունը այսօր այստեղ ապրելու մեջ է։ Մենք անցած հաղորդմանն էլ ենք խոսել դրա մասին, այդ mindfulness-ի մասին, հողակցման մասին, այսօր այստեղ վերադառնալու մասին, նորից չեմ ուզում կրկնվել, բայց եթե նորից կրկնեմ գոնե այսքանը, որ եթե mindfulness-ի տեխնիկաներին ծանոթ չեք, ծանոթացեք, որովհետև տագնապի լավագույն լուծման տարբերակն է դա, վերադառնալը այսօր այստեղին։ Բացի դրանից կյանքի գեղեցկությունը իր անկանխատեսելիության մեջ է։ Բացի դրանից կյանքի գեղեցկությունը նաև իր ու մեր ոչ իդեալականության մեջ է։ Իսկ ես մեծ սիրով կվիճեի ցանկացած overthinker-ի հետ, որը կպնդեր գուցե, որ ինքը երբեք չի բախվել իրավիճակի հետ, որը իր համար անկանխատեսելի էր, վստահաբար բախվել է։ Բախվել է, այդ բախվելուց հետո է եկել են եզրակացության, որ պետք է տենց ինչ որ գերկոպինգ զարգացնելու մտնել այդ գերպլանավորման կամ հավանական սցենարներ մտածելու մեջ ու նկատեք, որ դուք դրանով ուղղակի ինքներդ ձեզ ասում եք իմ հետ կարող է լինի ինչ որ մի հատ բան, ինչի տակից ես դուրս չգամ, եթե ես դրան պատրաստ չեմ։ Դրա համար ես պիտի ինձ հավանական ամեն սցենարի պատրաստեմ։ Ու այստեղ արդեն խորքային հարց է, ինչի եք դուք մտածում, որ ձեր հետ նման բան կարող է տեղի ունենալ։ Ամեն դեպքում աշխարհը ինչքան էլ փոփոխական է, ամեն օր չի որ ինչ որ բան փոխվում է ու ինչ որ կատաստրոֆիկ կերպ է փոխվում։ Ամեն ինչի որ հնարավոր է պլանավորել ու ինչի վստահ չեք, որ նույնիսկ եթե փոխվի, վերադառնալով Հայկանի սիրելի, նո Հայկանն եմ ասում, բայց իրական Հայկանի սիրելին չի ներքին հենարանին, ինչի եք կարծում, որ եթե ինչ որ բան եղավ, ինչին դուք պատրաստ չէիք, դրա տակից դուրս չեք գա, եթե պլանավորած չէր։ Ու вообще ինքը այնքան ֆանտաստիկ հմտություն է, որը ինձ թվում է անհրաժեշտ է ունենալ իրավիճակային լուծումներ տալը։
Օրինակ ես ինտերվյու անցկացնելու շատ մեծ նշանակություն եմ տալիս մարդու իրավիճակային կողմնորոշվելու հատկությանը, որովհետև շատ ոլորտներում կարծում եմ նույնիսկ բժշկության մեջ ահա իհարկե այդ իրավիճակում որոշում կայացնելը ոչ մի շատ տեղ չտանող ճանապարհ է ամենտեղ կան պրոտոկոլներ ամենտեղ կա ինչ որ դասագիրք կյանքի ցանկացած ոլորտում այդ դասագիրքը կա ինստրուկցիան կա թվում է թե կարելի է ապրել բայց այդ նախ շատ տխուր ու ձանձրալի կյանք է պրոտոկոլներով ապրելը այսինքն դու ոչ մի ինչ ասեմ ոչ մի չարաճճիություն չես կարա քեզ թույլ տաս որ պրոտոկոլ իսկ կյանքը առանց չարաճճիությունների առանց մեր կանոնների խախտման ոնց կարաս չխախտես ու նստես հետևանքի դեմ դիմաց ասես ուպս պայման չեմ անելու ու սկսի ուղեղդ աշխատել ու հասկանաս նաև չափես քո ուղեղի ճկունության այդ մասշտաբն ու տրամագիծը ու այդ շատ էական է որովհետև մենք ոչ մեկ կյանքում ոչ մի բանից ապահովագրված չի ու հա կյանքը մեկ տորցիկներ է մատուցում, որոնք պրոտոկոլի մեջ չեն։ Ոչ մոմ կա որ փչես, ոչ կրեմ կա որ վայելես, պրոստ ինչ որ անհասկանալի բան է, ու ինչ այդ մի բան պետք է անես։ Դրա համար այսօր հիմա այս պահին ունենք խնդրեմ հասկանանք ոնց ենք լուծում։ Այդ ամենամեծ հմտությունն է, որ մարդ կարա ունենա։ Մասնավորապես այն խոճուճ իրավիճակներում, որում աշխարհը առհասարակ ոչ միայն մեր երկիրը գտնվում է, որտեղ ոչ մի տեղափոխ չի ըստեյության հաշվի առնելով ինչ խոսույթներ ու եզրույթներ կան օդում կախված, նենց որ այսօր վայելենք, այսօր ստեղ ներկա լինենք ու պահը կգա կհասկանանք ինչ անել, այդ որևէ կերպ չի կենսելանում նելի սիրելի պլանավորելը, բայց մաքսիմում կարելի է մեր աշխարհքաղաքական իրավիճակում պլանավորել մի ամիս, կարծում եմ։ Կարելի է տեսլական ունենալ, կարելի է վիժն ունենալ, կարելի է պատկերացում ունենալ ինչ կուզեի լինել, բայց այդ պլանից կախված լինելը ուղիղ համեմատական է կազմաքանդման աստիճանին այն պարագայում, եթե դա չլինի, դրա չլինելու հավանականությունը մեր աշխարհաքաղաքական իրավիճակում բավականին բարձր է։ Ասածս ընդամենը հետա թե չէ ես ձեր պլանավորումների հետ խնդիր չունեմ պլանավորել։ Ես շատ սիրելի արտահայտություն ունեմ, это իմ բան ներքին հնարավորներից է բարբերաբար վերադառնալու, делай что должен и будь что будет։ Делай что должен շատ կարևոր է, բայց ես ոչ թե будь что будет վերջակետ, ոչ միտեղ չտանող բան է։ Բայց ինքը, հա, իրական շատ լավ նկարագրում է երևի իմ ամբողջ կյանքի փիլիսոփայությունը։ Նելի հետ խոսում ենք, Նելի, ո՞տ ինչ-որ պանիկա է, չեմ հիշում ինչ հարցի շուրջ է, բայց էական չի։ Ինչ-որ մի բան սխալ է գնացել, իրականում ամեն ինչ նորմալ է կարգին է, բայց սխալ է գնացել Նելին պանիկայի մեջ է, որովհետև ես ինձ լսում եմ, դե հասկանում եմ, որ Նելին է ու հասկանում եմ, որ աննկարելի օրինաչափ է ամեն ինչ այս պահին, սպասում էի, ակնկալում էի սցենարը պատրաստ էր իմ ուղեղում։ Ты зачем ты паникуешь? Ты сенсация. Просто не паникуй. Устать ми полярություն է, հայկան ոնց չի որ կարելի просто պանիկա չան։ Բայց իմ մոտ իրոք տենց է, ինչի պանիկա անել, եթե կարելի է պանիկա չանել։ Չէ, իրականում քո մոտեցումը հաստատ ավելի ճիշտ է, քան իմը։ Ընդհանրացնելով, ինչ խորհուրդ կտամ ես մեր շատ սիրելի տագնապային ունկնդիրներին, ոնց հասկացա այնքան մարդեր գրել այդ բանի պրոկրաստինացիայի Ետ էպիզոդի կոմենտներում ես եմ իմ մասինը, ոնց որ իմ կյանքը լինի ու հենց այդ էպիզոդի կոմենտներում էին overthinking-ը պահանջել, դրա համար որոշեցինք անդրադառնալ։ Instagram-ում որ հարցում էինք դրել այնտեղ էին շատ ասել overthinking-ին արդ։ Իրականում շատ ավելի երկար կարելի է overthinking-ին անդրադառնալ, բայց այն դեպքում երբ մարդիկ կան ու հստակ case-եր լինեն overthinking-ի վերլուծելու, իսկ ընդհանուր հա թերևս այսքանը։ Ես չէ, ուղղակի կուզենայի ասել, որ սիրելի overthinker-ներ, փորձեք առերեսվել ձեր իրական կյանքում ոչ իդեալականության հետ, որովհետև այն ինչ որ դուք կառուցում եք ձեր գլխում ու այն կյանքը, որին որ դուք արդեն հասել եք, ընդ արդեն միլիոնատեր եք, յախտա ունեք, ես իրական չեմ չափազանցնում, շատերի գլխում հենց տենց է։ Շատերի գլխում այդ overthinking հաստատ լավ կլինի, որովհետև ինքը այդ այնց յախտա ունի, սամալյոտ ունի, բայց ներկա կյանքում հələ ոչինչ չի սկսել անել, որովհետև զբաղված
զբաղված է պլանավորումով, զբաղված է overthinking-ով, զբաղված է նրանով, որ ի սրտե ինքն իրան ասում է, ու ինքը ի սրտե իրան տենց է բացատրում, ասում է ես մինչև մի հատ չպլանավորեմ, մինչև չհասկանամ ինչ կարող է լինի, ինչ կարող է չլինի, հա, ես ոնց կարող եմ գործողությանը անցնել։ Ուզում հիշեցնել, որ ամեն դեպքում կյանքը ներկայի մեջ է, ու ավելի լավ է զարգացնել ոչ թե overthinking-ի ձեր հմտությունները, այլ զարգացնել են հմտությունը, որ երբ որ կյանքում ինչ-որ բան տեղի է ունենում, վստահ լինեք, որ կարող եք դրա տակից դուրս գալ ու տալ համահունչ պատասխան այդ իրավիճակին։ Ոչ թե հորինել իրավիճակներ, որոնք գուցե չլինեն, գուցե լինեն ավելի վատ, գուցե լինեն լրիվ ուրիշ սցենարով, որոնք ձեզ կկազմաքանդեն, եւ ավելի գլոբալ խորհուրդ իհարկե այս ամենի վերջում ընդհանրացնելով աշխատեք ձեր տագնապի հետ։ Այս ամեն ինչը արդեն մենք քանի շաբաթ ինչ որ քննարկում ենք, միևնույն է գլոբալ տագնապի մասին է, միգուցե գեներալիզացված տագնապի մասին է, ինչը արդեն դիագնոզ է եւ տարբեր այլ դրսևորումներ ունի։ Ամեն դեպքում եթե նկատում եք, որ տագնապային ֆոնը ձեր մոտ բարձր է, արժի մասնագետի հետ այդ ուղղությամբ աշխատել, որովհետեւ տագնապը ահա որ փչացնում է մարդու կյանքի որակը։ Ես ես հավատացնում առանց տագնապի կյանքը շատ ավելի անկախատեսելի է, ինչ որ չգիտեմ, բարդ է գուցե, բայց ավելի հետաքրքիր է ու ավելի թեթև։ Ու գնավոր։ Ու նաև այդ նույն overthinking-ի մեջ մտնում է հստակ երկարաժամկետ solid լուծումներ տալը ամեն ինչին։ Մեկ կյանքը պահանջում է կարճաժամկետ լուծում տալ իրավիճակին։ Հիմնականում շտկել։ Երկարաժամկետ լուծումը կարելի է տալ ու մտածել այն ժամանակ, երբ որ հարց ունի կարճաժամկետ լուծում ու ոչ մի բան չի վառվում, բաժար չկա ոչ միտեղ։ Էդ էլ հաշվի առնենք։ Եվ բայց պլանավորելն ու դիսցիպլինան լավ բան է։ Չասեր սիրտը կքամներ, էպիզոդ չրելի, ինչևէ, չեմ վիճում, դիսցիպլինան լավ բան է, բայց դե Դիսցիպլինայով, կարգ ու կանոնով բարդքս եմ համարում հիշեցնել, որ ձեր մեկ բաժանորդագրությունը 2 հոգու ուրախացնում է օրական կտրվածքով։ Պարզ մաթեմատիկական հաշվարկներ եմ անում, որովհետև բարդ չեմ կարա անեմ։ Ես հումանիտար եմ։ Պարզ մաթեմատիկական հաշվարկներից է նաև easy pay սերը մեր հանդեպ ու մեր սերը easy pay-ի հանդեպ ու ձեր սերը easy pay-ի հանդեպ էլի շատ դուք սիրում եք այլ կարծիք, հավասար է դուք սիրում եք easy pay, որտեվ այլ կարծիքը չէր լինի, եթե չլիներ easy pay-ի աջակցությունը ու եթե բաց եք թողել այս հատվածը, առաջ եք տվել էպիզոդի սկզբում, հիշեցնեմ, որ easy wallet-ով այլևս կարող եք կնքել ճամփորդական ապահովագրություն մի քանի քլիկով, իսկ դիմացը սեզոնն է ճամփորդելու, աշխարհը տեսնելու, չբացահայտված բաները բացահայտելու ու առանց overthink անելու ուղակի տոմսը առնել, մի տեղ գնալու, հայտնվելու ինչ որ մի հրապարակում ու ասելու բայ ինչ անեմ։ Դրանից կայֆում են սեփական փոխել, ելին կազմակերպվեց հենց նոր, բայց հիանալի փորձառությունը ուղակի տոմսը առնել ու գնալ ու հայտնվել այդ օթանավակայանում։ Ճամփորդեք, պլանավորեք ձեր ճամփորդությունները։ Ամենակարևոր կետերից նոր էպիզոդի թեմա լինի։ Միգուցե, բայց կարևոր կետերից, որ կա պարտադիր անել նախքան ճամփորդելը, այն էլ չպլանավորած ճամփորդելը, այդ առողջական ապահովագրությունը, որը կարող եք անել easy wallet-ով, մի քանի քլիկով, առցանց, եթե ունեք արդեն կցված քարտ կամ բանկային հաշիվ, այնպես որ պարզ մաթեմատիկական հաշվարկներով, պարզ ապրելով այսօր եւ այստեղ հիմա արդեն ինչ-որ օլիգարխի հոտա գալիս ինձնից ավարտեք։ Հիշեցնենք, որ մենք ունենք խաղարկություն, կոմենտներում խնդրում եմ կիսվեք ձեր overthink մտքերով, ինչ թեմայի շուրջ է, որովհետև իրականում ամեն մեկն իր սիրած թեման ունի, այս ինչ որ մեկը ընտանեկան հարցերն է, ինչ որ մեկը իր անձնական հարցերն է, overthink անում, որ հարցերի շուրջ է բռնում ձեր overthink-ը, ինչ եք անում, որ ձեզ շատ overthinking-ը, ինչ եք անում, որ կանգնի այդ process-ը, ձեզ վերադարձնեք ձեր ներկա կյանքին, ինչով է ձեզ օգնում կամ խանգարում, միգուցե համարում եք, որ օգնում է, հաղթողին կընտրենք 2 շաբաթից, այսօր այսքանը, Bye!